Մինչև օրակարգին անցնելը նախ Արցախի մասին հպանցիկ։ Ով էր մեղավոր, որ Արցախը օկուպացրեց թշնամին։ Երկու իշխանական եւ ընդդիմադիր թևերը սկսեցին միմյանց մեղադրել։ Արցախի հետ կապված այստեղ խոսում ենք, ասում ենք, որ Արցախի հարցը լուծված էր։ Արցախի հարցը լուծվել էր ռեալ, բայց բանակցային գործընթացը պետք է շարունակվեր, որպեսզի մենք հասնեինք հաջողությունների։ Եվ դուք եք ձախողել, բանակը ի վիճակի է եղել պաշտպանել մեր հայրենիքը։ Նախկին պաշտպանության նախարարը հետաքրքրվեց, ինչու են միայն զինված ուժերի ներկայացուցիչները դատական գործընթացներով անցնում։ Քրեական գործերից, հարուցված քրեական գործերից, քանիսն են վերաբերում բանակին, քանիս այլ գերատեսչություններին։ Ոչ մի պատասխան մենք չենք ստացել։ ՔՊԱ-ականներն էլ թե ընդդիմությունը քաջատեղյակ էր, ինչ ճակատագիր կարող էր սպասվել Արցախին։ Իրենք էլ իշխանության եկան եւ հետո միայն պետք է հասկանային ինչերի միջով են անցնելու։ Ասում է, Ղարաբաղի հարցը լուծվել էր ռեալ, բայց բանակցությունները պետք էր շարունակել։ Եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, այլ բանակցությունները խիր պետք շարունակել։ Ընդ որում բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ Ադրբեջանի հետ համաձայնեցնելով կորոշեն ապագա հանրաքվեի հարցը։ Այսինքն Ադրբեջանը, որ դուք ասում եք կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայնվեր Ղարաբաղում հանրաքվե անենք, չանենք, երբ չանենք, բա որ կապ չուներ ո՞նց եք իր հետ համաձայնեցնում։ Երկրում կառավարման խնդիր կա, պարտադիր է քաղաքացուն բերման ենթարկելիս գետնին պարկեցնելը։ Սա կառավարման խնդիր է։ Գալու է ժամանակը եւ այս բոլոր կատարված հանցագործությունների համար պատասխան են տալու մարդիկ։ Ահազանգ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորներից ձերբակալվածների պահման վայրում խնդիրներ են առաջանում, երբ падգամավորը փորձում է կապ ապահովել ձերբակալվածի եւ իր հարազատի հետ։ Ցուցակներ եմ կազմում, որպեսզի հարազատներին զանգեն տեղյակ պահեն, որ իր հարազատն ուր է, որտեղ մարդիկ 2-3 օր լուրջ ունեն իրենց հարազատներից։ Մարդուն 3 օր երեք պահել են, բերել են, ժամը լրացած է եղել։ Քնչականից թողել են դուս, մարդը դուս է եկել, բռնել տարել են մեղադրանք են առաջադրել։ Ընդդիմության ներկայացուցիչը եւս մեկ արատավոր երևույթի անդրադարձավ։ Վերջին 1 տարվա ընթացքում քննիչներն ու դատավորները նոր պատժատեսակ են սահմանել, արգելում են տեսակցությունները։ Այդ տեսակցությունների վրա, որ ժելեզնի արգելք են դնում, հատուկ են դնում, որտեղ այդ տեսակցությունների արգելք ձևակերպման տակ падգամավորների իրավունքներն էլ ոտնահարվում։ Քննիչների հետ կապված, սահմանափակումների հետ կապված առաջարկ արեք, քննարկենք։ Ես կարծում եմ, որ այդտեղ որևիցե բան միանշանակ չի։ Ազգային ժողովի նախագահն էլ ընդդիմությանը մեղադրեց, ձախողել են իրենց գործողություններում, եւ որ ընդդիմության օգտակար գործողության գործակիցը 0 է։ Խորհրդանի խոսնակը, թե երբ որ իրենք ընդդիմություն էին, հաղթանակով դուրս եկան իշխանության դեմ։ Հաջորդ ընտրություններից հետո ըստ Սիմոնյանի ընդդիմության թիվը գնալով փոքրանալու է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։